Կասեք ինչն է ձեզ այսօր բերել այստեղ։ Մեր ազգի պարզանքը պահելը, որ եկեղեցին չպղձեն։ Մենք ուղղակի եկեղեցին են պղձում, ամոթ է։ Ամբողջ աշխարհը կթքի երեսներին։ Էսի մի օրվա չի, երկու օրվա չի։ Էսի ամբողջ աշխարհն է լսում էս մեր բառերը ու տեսնում ես ինչ են անում։ Միակ դեպքն էսի։ Դուք եք տենամ ինչ է կատարում։ Չկա սրբություն, վերջ, կորցրել են իրանց, փողին կուրացել են ու կորցնում են իրանց, հոգին են կորցնում, ամենակարևորը, պտի մարդ իրա հոգին չկորցնե, հոգի տալուց առաջ, պտի իմանաս ինչի մար էդ հոգի տալը, ես եմ յոնց սպանեն էլ ես չեմ վախենա, որտեղ հոգիս տալուց, ոչ մեկին, ոչ վադություն եմ, ապրել եմ, Մենակ լավություն եմ նրան։ Էդ ենվատոր էտը մի վեապարի ձերն էին պաճում, մորացան, հմի իշն են պաճում։ Չեք կրասեք իշն են պաճում էլ, մեկի ճամոտ է, չի սազում, մեր հայազգին չի սազում, հայազգը բդի իրան տղամարդու պես, տղամարդու վայել պա է, ճիշտ բդի պա է իրան։ Ինչ սեմել, վան չկասելու։ Իսկ եթե իշխանությունները գնան մինչև վերջ ու փորձեն կալանավորել կամ ճնշել վեհապարին։ Մեզ էլ են կալանավոր, ինչ տարբերություն, մեզ են կալանավորը, թե ուղղակի մեր ազգի վեհապարին են կալանավորում։ Ուրել սես կետանք, մինչև մահել բդետաս, վեր։ Իսկ ձեր կարծիքով ժողովուրդը այս ամենից հետո ոտքի կկանգնի, կելնի։ Ոչ բոլորը, ծախվածները չեն կանգնի, ուղղակի պետք է այդ մնացորդներին մարդկային մնացորդներին մարդ, ինչ են ասում են, մի հատ մսկիտ սարկեն, էտան իրանց այդ մսկիտը ընդեղա իրանց աղոտ կենեն, ոչ թե վեապարի մոտ, այդ սաղ եկեղեցու քարի 80% այդ կարմիր սալիգներն ու դրած է գետնին, ես եմ կարել բերել։ Իսկ ընդդիմությունից ինչպիսի ակնկալիքներ ունեք, օրինակ ձեր կարծիքով ինչ մեթոդներով կանդրադառնայից գործին։ Ընդդիմության ինչ են, մի հատ սաղ քպն հարցակվել է մի հոգու վրա, այդ մի հոգուն ենքան հարց է տալը, որ այդ խեշտեղ են շիդե որին պատասխան է, սաղին հերտովին դրեց գետին, էլ ինչ են է, մի հոգին ամբողջին դրեց գետին, Բդի ամոտ ունենան գոնե, որ էլեմենտ է, մեր հերուսներ, հերուսը կեզ ինչ էր է, դու չես ուզում, դու թուրկ, սմետամ թուրկիկ բան եղնիմ, հպադակ եղնիմ, հրասի սապոք չեղնիմ, էդի, ենքին նոր սմետաղուս բան են, ամոտ են, կան, հետդամանած բաներ են, որ մարդկանց ամոտ է, նույնիսկ, ամոտ է։ Կասեք ինչն է ձեզ այսօր բերել այստեղ։ Իմ կրոնը, իմ հավատքը, որ այսօր ոտնահարվում է հայ լինելու իրավունքը, այսօր ադրբեջանցու հրահանգով ուզում են ոչնչացնել մեր կրոնը, մեր եկեղեցին, մեր հավատքը։ Իշխանությունները բազմիցս պնդել են, որ սա պարզապես հերթական սովորական իրավական գործընթաց է իրենից ներկայացնում, դուք որպես քաղաքացի ինչ կարծիք ունեք հետևյալ ընդունման վերաբերյալ։ Անկեղծ ասած, ես 18 թվից պայքարում եմ այս կապիտուլանտների դեմ մինչև հիմա, ես իրանց երբեք իշխանություն չեմ համարել ու չեմ էլ համարում, եւ իրանք առնվազն ոչինչ են, որ իրանք գնահատական տան կաթողիկոսի կամ սակավակների վարքագծի մասին։ Իրանք ոչինչ են առնվազն։ Երբ որ իրանց ապրած կյանքով, նույնիսկ իրանց ապրած կյանքով այս պետության համար ոչ մի ներդրում արած չունեն, ոչ մի բան արած չունեն այս երկրի կայացման համար ու այսօր շատ հեշտ հանգիստ քանդում են այս պետությունը ու ես ուղղակի զարմանում եմ, որ հասարակությունը նորմալ է գնահատում այս ամեն ինչին, իմ համար ուղղակի այդ աղետ է։ Եթե իշխանությունները գնան մինչև վերջ ու փորձեն կալանավորել կամ որևէ մի ձևով ճնշել վեհապարին ու հոգևորականներին, ձեր կարծիքով ժողովուրդը պատրաստ է ոտքի ելնել եւ կանգնել այս անօրենությունների դեմ։
Անկեղծ ասած մի բան ասեմ, երբ որ 18 թվին, 2018 թվին, երբ որ կալանավորում էին գեներալ Մամել Գրիգորյանին, ժողովուրդը շատ հեշտ կուլ տվեց իրանց տված խայծը շատ հեշտ կուլ տվեց, միգուցե էս էլ կուլ տա, որովհետև ես արդեն նայում եմ, որ 8 տարիների ընթացքում ժողովուրդը երևի արդեն իրանց ուղեղի բջիջները զամիկանի տվել իրանց ստամոքսի հետ, շատ-շատերի, ոչ բոլորին է, բայց շատերին է, որովհետև այսօր մտածում եմ ոչ թե հայրենիքի պետության ու պետականության մասին, այլ մտածում են իրանց ստամոքսի մասին, որովհետև բայց այս պետությունը հազարավոր տղերքի արյան գնով ստեղծած պետություն է։ Մեր կրոնն ու հավատքը, մեր պապերը դարեր շարունակ, նույնիսկ 15 թվի եղեռնին մեր պապերը կոտորվել են մեր հայ լինելու մեր կրոնի համար, բայց մեր կրոնը չեն հանձնել թուրքերին։ Իսկ այսօր Թուրքի հրամանա, ադրբեջանցու հրամանա, որը որ ադրբեջանցին բերել իշխանության, այս իշխանություններին իրանք էլ հրահանգները տալիս են։ Ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը հոգևոր դասից։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հոգևոր դասից, այլ ընդհանրապես եկեղեցուց, եկեղեցու դեմ արշավանքը նախատեսվել է եւ իրականացվում է Հայաստանի հոգևոր օկուպացիայի շրջանակներում, որը հրահանգված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, այս պարագայում ինքնությանը եւ ազգային անվտանգությանը հասցվող հերթական հարվածներից մեկն է եւ համայն աշխարհով մեզ խայտարակության եւ արժանապատվությանը կոնկրետ հարված հասցնելը իցուց է դնում, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հրահանգ է ստացել հայոց քրիստոնեական կրոնը, հայոց հավատքը թուլացնելու եւ եւս մեկ անգամ մեզ ցույց տալով, որ դատական համակարգը նաեւ գործիք է իր ձեռքին, միջամտելու եկեղեցու ներքին գործերին եւ 1600-ամյա ավանդով իրականացված հոգևոր որոշումները նրանք տարել են իրավական տիրույթ եւ իրավական շրջանակներում փորձում են վիճարկել այն հարցը, թե արդյոք կաթողիկոսը եւ 6 եպիսկոպոսներ կարող էին արդյոք որոշում կայացնել, որևէ իրավական նորմին հակառակ է թե ոչ։ Ես ուղղակի պարզ կասեմ, որ հոգևոր հարցերը չեն կարող որակավորում ստանալ իրավական նորմերով եւ սա ուղղակի խայտարակություն ու աբսուրդ է մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկը։ Ինչն է ձեզ բերել այսօր այստեղ։ Բարև ձեզ, եկել եմ սատար կանգնելու մեր հայ առաքելական եկեղեցուն եւ ասեմ մի բան, որ յուրաքանչյուր անհատ հայ, քրիստոնյա հայ, ոչ միայն քաղաքացի, ինչպես նաեւ դատավոր, պատասխանատու է ոչ միայն օրենքի առջև, նաեւ Աստծո առջև։ Եվ այսօրվա դատավորի որոշումը եւ հետագա դատավորների պիտի առաջնորդվեն ելնելով ոչ միայն ՀՀ օրենքներից, նաեւ Աստծո առաջ պատասխան տալու օրենքներից։